Marketplace-ի տարբերվում է, առաջինը իր հենց իրավական, ֆինանսական սխեմաներով, օրինակ մեր գլխավոր մրցակիցը ինքը B2B սխեմայով է մինչև վերջերս աշխատել, ինչ է դա նշանակում, եթե Ռուսաստանից ապրանք է գալու օրինակ Հայաստան, դա ձևակերպվում է որպես արք ու վաճառք, ներմուծում Հայաստան, այնուհետև այստեղ վաճառք։ Մենք այդ սխեմայով չենք աշխատում, մենք մաքուր marketplace-ի սխեմայով ենք աշխատում, այսինքն ապրանքը ուղիղ վաճառողից Ռուսաստանում գտնվող ինչ-որ իրավաբանական անձից վաճառվում է ֆիզ անձին Հայաստանի Հանրապետությունում։ Խնդիրները որը քեզ են բաժին հասել։ Այն որ ինձ են բաժին հասել, դա Լարսի խնդիրներ։ Ну, այդ վերջի 30 տարվա խնդիրն է, ոչ մեկ չի կարողացել պետական մակարդակով այդ խնդիրը լուծել, կա այդ կոչված ուսկե գորլոշ կոչված հասկացողությունը Հայաստանի համար դա Լարսն է։ Ու Լարսում լինում են տարաբնույթ խնդիրներ, երբ որ Լարսը կանգնում է, կամ կանգնում է, ասենք, կոնկրետ եղանակային պայմաններից ելնելով, կամ կանգնում է քաղաքական կամ այլ ինչ-որ պայմաններից ելնելով, կամ մրցակիցների գործադրած ուժի պատճառով է կանգնում Լարսը կոնկրետ կազմակերպության համար։ Ես որ նշանակվեց դրանից 1 ամիս հետո մեր 6 բեռնատարերը կանգնել էին ու մի ամիս կանգնեցին ինչ-ինչ պատճառներով, հետո մի անգամից եկան։ Այդպես շատ է լինում։ Արդեն մեծ տոկոսը, մոտ արդեն 40% մեր վաճառքների արդեն ավիայով է տեղափոխվում Հայաստան, անվճար։ 40%։ Իհարկե, եթե արագ բերես, ավելի շատ կվաճառես։